Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն ողջունում է բոլոր նրանց, ովքեր սովորականի պես այսօր էլ մեզ հետ են։ Փակ TV-ն փաստերի, անակնկալների եւ իհարկե շատ ինքնատիպ կարծիքների հերոստալիքը միշտ ձեր կողքին է եւ մենք աշխատում ենք հրավիրել մարդկանց, որոնք իսկապես ասելիք ունեն։ Իսկ այսօրվա մեր հյուրը հավատացեք այն բացառիկ անձնավորություններից է, ում հետ շատ հեշտ է զրուցելը, հեշտ, որովհետև նա միշտ ասում է ճշմարտությունը, որքան էլ այն դառը լինի։ Խոսքս Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի մասին է։ Բարև ձեզ, պարոն Խզմալյան։ Ողջույն, պարոն Գուշյան, շատ պարտավորեցնող ներկայացում արեցիք ինձ։ Դե ես ասել եմ այն ինչ կա, իսկապես դուք եզակի մեր այն հյուրերից եք, ում համար կարևորը ճշմարտությունն ասելն է։ Դե սկսենք ուրեմն ավարտված ընտրություններից, հետընտրական Հայաստանում ինչ իրավիճակ է։ Ցավոք սրտի ես կռահեցի եւ դա դժվար չէր ամիսներ ընտրություններից առաջ ասում եմ, որ գլխավոր արդյունքը լինելու է այն, որ ոչ մի արդյունք չի լինի։ Ոչինչ չփոխվեց։ Չփոխվեց բառի բուն իմաստով, մի քանի ցուցանակ միգուցե որոշ դռների վրա փոխվեցին, այն էլ ոչ կարևոր։ Ինչպես 21 թվականին մարդիկ կրկին ընտրում էին ոչ թե նրան, ում վստահում են, այլ այս ընտրությունը ատելության մթնոլորտում էր անցնում, ում ավելի շատ են ատում կամ ում ավելի քիչ են ատում, նա էլ ընտրվում է, որովհետև ցավոք սրտի մեր հասարակությունը մենք մի սերնդի մարդիկ ենք եւ երևի ոչ ես, ոչ դուք այդքան պարակտված, այդքան օտարացած իրենցից խորտ իրար չսիրող, չհավատող, չվստահող հայություն մենք չենք տեսել երբեք։ Եվ սա իհարկե իշխող կուսակցության գլխավոր նվաճումն է՝ պարակտել, բաժանել եւ տիրել։ Դա նոր բանաձև չէ, բայց Հայաստանի համար դա շատ վտանգավոր բանաձև է եւ ահա տեսեք, որ այդ ատելությունը իրար հակադրվելը բերեց փաստորեն նրան, որ հասարակությունը կրկին վախի ատելության մթնոլորտի մեջ կատարեց մի ծիսակատարություն, որը ընտրություններ անվանել ճիշտ չէ, քանի որ դա շատ հեշտ էր կանխատեսել։ Ով հաղթեց? Հաղթեց Պուտինը, որովհետև բոլոր պրոռուսական ուժերը, ինչպես նաև ասել էր ապրիլի 1-ին Փաշինյանին, պետք է լինեն խորհրդարանում, այդպես էլ եղավ։ Ոչ մի ձուկ, ոչ մի մուկ չպլստած եւ ոչ թե բանտում, այլ խորհրդարանում բոլորը հայտնվեցին, անձեռնմխելիությունը վերականգնվեց, բոլոր այդ անպագորգոր խոստումները ասֆալտին փռել, բանտարկել, ունեզրկել, այդ ամենը իհարկե հերթական սուտ էր, ոչինչ բան այդ առումով չի փոխվել։ Հաղթել է նաև Ալիևը, որովհետև փաստորեն նա շարունակում է թելադրել Երևանին, պաշտոնական Երևանին իր օրակարգը եւ դեռ վարձ է սպասում։ Ահա ինչու իմիջիալոց ոչ Պուտինը, ոչ Ալիևը չեն էլ շնորհավորել մինչև հիմա պաշտոնապես, մեկը որովհետեւ նա հիշաչար է եւ ինչպես ասել էր նույն Պուտինը մեկ այլ դեպքում պատերազմի այդ խայտառակ կապիտուլյացիան ստորագրելու պահին, երբ իրեն օգնական առաջարկեց վերընթերցել, մենք լսել ենք դա եթերում, ինչպես նա ասաց, ինչ կարդամ, եթե ես ինքս եմ սա գրել։ Այդպես որ նա շատ մեծամտորեն ժպտում է իր քթի տակ եւ շարունակում է այդ բեմադրությունը, իբրև թե Ռուսաստանը պատժում է Հայաստանին, իրականում սա նույն ծրագրի մասն է, որովհետեւ Ռուսաստանին Հայաստանը պետք է որպես Եվրոպայի մոտ ինչ որ տեղ ունեցող, բայց չմտնող երկիր, ինչը Ռուսաստանին թույլ է տալիս շարունակել Հայաստանի միջոցով կատարել այդ
ինչպես նաև Ղազախստանի միջոցով, Բելարուսի, Ադրբեջանի, Վրաստանի շրջանցել պատժամիջոցները։ Հայաստանի տնտեսությունը վերջի տարիներին հիմնականում աճում էր շնորհիվ դրա, ցավոք սրտի, շնորհիվ ռուսական կեղտոտ փողերը լվանալու եւ պատժամիջոցները շրջանցելու։ Իսկ Ալիևը լռում է, որովհետեւ նա դեռ ստանալիք ունի Փաշինյանից եւ շուտով մենք ցավոք սրտի ամռան ընթացքում կլսենք կրկին անկլավների այդ ցավոտ եւ անընդունելի մեզ համար հարցադրումները։ Այդպես որ ոչինչ չփոխվեց եւ սա երևի ամենացավոտ արդյունքն է։ Դե ես հասկանում եմ իհարկե, որ իսկապես Հայաստանում մեծ հաշվով չի փոխել այս ընդդրությունները, ամեն ինչ առաջվա պես է, ամեն ինչ նույնիսկ նույն թշնամիները, նույն բարեկամները, բայց ահա տեսեք Հայաստան ժամանեց Եվրոմիության կարկառուն դեմքերից մեկը Տիկին ֆոն դեր Լայնեն եւ այս այցելությունը կարծես ողջորել է հատկապես Հայաստանի իշխանություններին, որոնք շարունակում են այսինքն խոստումներ տալ, որ մենք մեր միակ ճանապարհը դա դեպի Եվրոպան է, բայց իրականում ինչպեսին է ռեալ իրականությունը։ Իրականությունն այն է, որ ֆոն դեր Լայնը ժամանեց ոչ թե Երևան, այսինքն նա իհարկե այցելեց նաև Երևան, դա մաս է կազմում իր տարածաշրջանային այցելությունից, որտեղ նա իմիջիայլոց Մարտակոսի հետ, ով հանձնակատարն է Եվրամիության ընդլայնման հարցերով, կատարել է այցելություն Անկարա, Թուրքիա, Բաքու եւ հետո արդեն այսօր, այսինքն շաբաթվա այդ օրը կարծեմ դա հուլիսի 2-ն է, երբ նա ժամանեց նաև Երևան։ Այդպես որ պետք չէ ներկայացնել սա որպես Եվրամիության այցելությունը հենց Հայաստան։ Եվրամիությունը Երևան այցելել էր 2 ամիս առաջ, մայիսի 2-ին, եւ դա իսկապես ամբողջ Եվրամիությունն էլ հետնել Բրիտանիան էր, հետնել Կանադան վարչապետների մակարդակով, հետնել ՆԱՏՕ-ն եւ սա մայիսի 2-ի այցելությունը 2, 3, 4 այդ օրերին դա իհարկե իսկապես պատմական հնարավորություն էր, որը Հայաստանի իշխանությունները բարեհաջող վատնեցին, մերժելով փաստորեն այն առաջարկները, իհարկե այդ մերժումը ժպիտներով էր, մեղմ, շատ փափուկ, բայց իրականում Հայաստանը չդարձավ Եվրոպայի մաս։ Եվրոպան եկել էր եւ Անտոնիո Կոշտան ասել էր մենք եկել ենք Երևան, որովհետեւ այստեղ է Եվրոպայի սիրտը։ Դա ասել էր Եվրախորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Բայց մեր ղեկավարները արդյունքի սիրտ չեն կերել եւ Եվրոպայի սիրտ լինել չեն ցանկանում։ Իրենք գերադասում են լինել ուրիշ ներքին օրգանների, հիմա կենտրոնանանք որ մեկը եւ հրաժարվեցին փաստորեն դրանից եւ դա շատ տրամաբանական է, սա հենց այն է, ինչ ես ասում եմ ամիսներ շարունակ եւ ահա ինչու Հայաստանի եվրոպական կուսակցությունը, որը ես պատիվ ունեմ ներկայացնելու, չմասնակցեց ընտրություններին, բայց վերադառնալով Տիկին ֆոն դեր Լայենի գլխավորած պատվիրակության այցին ասեմ, որ Անկարա նրանք եկան եւս մեկ անգամ ընդգծելու, որ Թուրքիան չի լինի Եվրամիության անդամ, բայց մնալու է կարևոր գործընկեր տնտեսական առումով, տրանսպորտային առումով, էներգետիկ առումով, որովհետեւ Թուրքիայում ավարտվում են այն ճանապարհները, որով Եվրոպա է մտնում գազը եւ նավթը։ Հետո Տիկին ֆոն դեր Լայենը այցելեց այն մայրաքաղաք, որտեղից դա սկսվում է, Բաքու։ Ճիշտ է, Բաքուն չունի սեփական գազ ու նավթ այդ քանակի, որպեսզի Եվրոպային ապահովի եւ ոչ ոքի համար, ինչպես նաեւ եվրոպացիների համար գաղտնիք չէ, որ դա իրականում ռուսական գազն է, որը ադրբեջանական դրոշի տակ վաճառվում է Թուրքիայի միջոցով դեպի Եվրոպա։ Բոլորը ամեն ինչ հասկանում են, բայց քանի որ ճգնաժամը տնտեսական շատ սուր է, այդ ամենը Եվրոպան փաստորեն դրեց նույն նժարի վրա։ Ու քանի որ Հայաստանը չի բողոքում, Հայաստանում խոսվեց ընդհանրապես այն մասին, որ
այո, մենք ողջունում ենք ձեր պատրաստակամությունը, երկարաշունչ ձեր ջանքերը մտնել Եվրոպա, որոնք իրականում չկան, եւ հերթական գումար խոստացվեց, համեստ գումար, 34 միլիոն եվրո դիմակայելու գույություն չունեցող իրականում ռուսական պատժամիջոցներին, բայց այդ ռուսական պատժամիջոցները երևի ամենալավ նորությունն են Հայաստանի համար, որովհետև դրա շնորհիվ մեր տնտեսվարողները, մեր գործարարները եւ ֆերմերները ի վերջո օգվում են ռուսական շուկայից եւ սկսում են վաճառել մեր ծիրանը ու ծնեբեկը, լոլիկը ու պաղածոները Սինգապուրից մինչև Ուկրաինա, Նիդերլանդներից ծաղիկները Հայաստանից գնում են Նիդերլանդները, Լատվիան, Էստոնիան, հասկանում եք։ Այսինքն Եվրոպան ցույց տվեց, որ 3 միլիոնանոց մի երկիր, որը հավասար է մի եվրոպական քաղաքի, դա իհարկե իր համար բեռ չէ, բայց Հայաստանը կարևոր է Եվրոպայի համար, որովհետև դա վերջին հնարավորությունն է չկորցնել տարածաշրջանը։ Վրաստանը պաստորեն մտավ արդեն Ռուսաստանի տակ, Թուրքիան եւ Ադրբեջանը չունեն եվրոպական հեռանկարներ, իսկ Հայաստանը մնում է կարևոր ճանապարհ դեպի Իրան, որը ուշ թե շուտ Եվրոպայի բոլոր հաշվարկներով ազատագրվելու է իսլամական բռնապետությունից եւ Իրանի միջոցով դեպի Հնդկաստան, արաբական շուկաներ, այս ճանապարհը Եվրոպայի համար կարևոր է եւ հյուսիս-հարավ ճանապարհը 10 տարի առաջ սկսեցին կառուցել հենց դրա համար։ Այս սա է փաստորեն Տիկին ֆոն դեր Լայնի այցի օրակարգը։ Պարոն Խզմալյան, ես գիտեմ, դուք էլ ինձանից լավ, որ մեր բոլոր այսպես բացախոս մարդկանց առաջադեմ, համարձակ, այն ընդդիմադիր կարծիքներ ունեցող մարդկանց վզին ժողովրդի լեզվով ախած, ինչ որ մի քրեական գործ է կապված եւ այդ իսկ պատճառով խորհուրդ եմ տալիս իմ առաջ եկա հարցերին պատասխանելուց սուր այսպեսի դիրքորոշում չստաբերել, բայց իհարկե մնալ ձեզ բնորոշ անկեղծության մեջ։ Ես լավ հասկանում եմ։ Տեսեք, Իսրայելի կառավարությունը ճանաչեց հայոց ցեղասպանությունը, բայց Հայաստանի իշխանությունները շատ սառն են վերաբերում, ինձ դուք մեզ բացատրեք։ Ես համարում եմ դա շատ մեծ ծանր սխալ Երևանի կողմից, այն ինչ դուք անվանեցիք սառը պատասխան։ Իրականում Փաշինյանը օգտագործեց բավական հետաքրքիր եզրույթ, ասելով մենք չենք ուզում զենքայնացնել, նա նոր խոսք օրինեց, ցեղասպանության ճանաչումը։ Սա նոր բան չէ, սա նոր բառ է, բայց դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարն էր, որ ցեղասպանությունը պետք է չմոռանալ, բայց զենք չդարձնել։ Դա անգլերեն weaponize բառի թարգմանությունն է, որովհետև թուրքերը վերջին տարիներին հենց դա են օգտագործում, ասելով մի դարձրեք ցեղասպանության ճանաչումը զենք մեր դեմ։ Եվ ըստ երևույթին հենց դա էր ասվում Փաշինյանին Անկարայում, հենց դա էր ասում Ալիևը տարբեր հանդիպումներում Փաշինյանին, եւ փաստորեն կատարվեց շատ վտանգավոր բան, ինչու՞։ Որովհետև Իսրայելը իհարկե ճանաչեց հայոց ցեղասպանությունը, որի մասին խոսակցությունները նոր չէ, որ սկսվել են, եւ դեռևս 25 թվականին Նետանյահուն ռադիոյի եթերում ասաց, որ ես պատրաստ եմ ճանաչել, եւ հենց հիմա հայտարարում մենք կճանաչենք ցեղասպանությունը, եւ առաջին անգամ այն ժամանակ 25 թվականի աշնանը Փաշինյանը ասաց, մեզ նման ճանաչում պետք չէ։ Դա առաջին սխալն էր, ինչու՞, որովհետև Իսրայելը նախ յուրատուկ պետություն է եւ ազգ, որի թիկունքում կանգնած են հսկայական ուժեր։ Վերջերս հրապարակվեց մի ցուցակ, որտեղ գրված էր, թե որ սփյուռքը աշխարհի որքան կարողություն ունի ֆինանսական եւ Իսրայելի սփյուռքի դիմաց գրված էր 13 միլիարդ։ Ես կարծում եմ, որ կներեք, 13 տրիլիոն դոլար։ Ես կարծում եմ, որ դա համեստ թիվ է, Հայաստանի սփյուռքը ունի շուրջ կես տրիլիոն, կարծեմ այդքան 400-500 միլիարդ դոլար, բայց գումարը չէ։ Հրյաների հսկայական ազդեցությունը Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում այնքան կարևոր է Հայաստանի համար, Հարավային Ամերիկայում նույնպես, օրինակ Արգենտինայի նախագահ
Միլոյը իրեն անվանում է պատվավոր սիոնիստ օրինակի համար, լինելով իմիջիալոց հայամետ մարդ եւ ժամանակին աշխատելով Էրնեկյանի մոտ։ Էրնեկյանն է նրա կարիերայի տրամպլինը եղել։ Այդպես որ այդ մանր օրինակները երևի միայն կխանգարեն ամբողջ պատկերը հասկանալու համար։ Իսկ պատկերը այն է, որ 25 թվականից սկսած 25 թվականի վերջում աշնանը Իսրայելում կատարվեց կարևորագույն փոփոխություն։ Իրանը այլևս չի դիտվում Երուսաղեմում որպես գլխավոր ախոյան տարածաշրջանի։ Իրանի հետ շատ թեքիչ Ամերիկայի միջոցով հարցերը լուծվեցին Իսրայելի համար եւ որպես հաջորդ թիրախ իր դեմ աշխատող ուժ, որը պետք է չեզոքացվի, թուլացվի եւ տրոհվի, Իսրայելը նշանակեց Թուրքիային եւ սկսեց կառուցել դաշինքներ Թուրքիայի դեմ, Հունաստանի, Կիպրոսի եւ Հայաստանի հետ։ Հայաստանը հրաժարվեց։ Փաստացի, եթե շատ կարճ ասենք, Հայաստանի իշխանությունները այսօր գերադասում են պահպանել լավ հարաբերություններ Էրդողանի եւ Ալիևի հետ, ինչպես նաեւ Պուտինի, եւ չընդունել Իսրայելի, Հունաստանի եւ նրանց ետևից կանգնած Միացյալ Նահանգների եւ Եվրամիության քաղաքական եւ տնտեսական շրջանակների։ Այս սա է մեծագույն սխալը, որովհետեւ բռնապետների ակումբը Էրդողան, Ալիև, Պուտին Հայաստանի համար մահաբեր է։ Իսրայել, Հունաստան եւ նրանց հետևից կանգնած կրկնում եմ Միացյալ Նահանգների հրեական եւ ոչ միայն հրեական, քրիստոնեական նաեւ եւ Եվրամիության քրիստոնեական, քաղաքական ու տնտեսական ուժերը դա է հեռանկարը։ Այնչու եվրոպական կուսակցությունը համարում է Փաշինյանի քայլը սխալ, անհեռատես եւ վտանգավոր Հայաստանի համար։ Դե իսկապես վտանգավոր է, եթե հաշվի առնենք նաև այն ատելության մթնոլորտը, որ այսօր ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում, իդեպ իշնորհի մեր իշխանությունների, որոնց կոշտ, այսպես կոպիտ շատ հաճախ նաև բռնցքամարտում մի այսպիսի արտահայտություն կա, հարված գոտկատեղից ներքև։ Իրենց այս իշխանությունները մեր ժողովրդի հանդեպ թույլ են տալիս նման մոտեցում, եւ սա չի կարող հեռանկարային լինել։ Մանավանդ հաշվի առնելով այն, որ ավելի շատ իրենց բարեկամությունը գնում է դեպի բռնապետների այդ իշխանությունը։ Ես հիշեցի վերջերս Factor TV-ին Արամ Սարգսյանը բավական հետաքրքիր հարցազրույց էր տվել, որտեղ նշեց Եվրոպական կուսակցության մեր հետ ունեցած տարաձայնությունները եւ ասում էր, որ Եվրոպական կուսակցությունը բացասական է վերաբերվում TRIP-ին որպես թուրքական պրոյեկտի, իսկ մենք, այսինքն Հանրապետություն կուսակցությունը, ինչպես նաեւ Փաշինյանը, կողմ ենք դրան, բայց դա չէր խնդիրը։ Մենք կարող ենք տարաձայնություններ ընդունել։ Արամ Սարգսյանը շատ ավելի կարևոր մի բան ասաց։ Նա ասաց, որ այո, նա Արամ Սարգսյանը փորձում էր դաշինք կազմել Փաշինյանի կուսակցության հետ եւ առաջարկել համագործակցություն, բայց Փաշինյանը, ինչպես նա ասաց, գերադասեց բալանսավորված քաղաքականություն, որի մեջ եվրոպամետ, արևմտամետ կուսակցությունները տեղ չունեն։ Եվ ահա ինչու խորհրդարանում հայտնվեցին կրկին ռուսական, այլ ոչ թե դեմոկրատական ուժերը։ Այսինքն Սարգսյանը այստեղ բացահայտեց մի գաղտնիք, որը ինձ համար գաղտնիք չէր։ Ես ամիսներ նաև ձեր տաղավարում ասում էի այդ մասին, որ Փաշինյանի համար շատ ավելի հարմար է պուտինյան պրոռուսական ընդդիմությունը, այլ ոչ թե դեմոկրատական, եվրոպական։ Ահա ինչու մենք անընդհատ գտնվում ենք այդ բռնապետների շրջապատի մեջ, ինչպես դուք ասացիք։ Դե ես ուզում եմ խոսենք տարածաշրջանում տեղի ունեցող ևս մի շատ կարևոր իրադարձության մասին, խոսքս Միացյալ Նահանգներ Իրան հակամարտության մասին է, որը մեր կարծես խաղաղվում է, մեր նորից ամբողջ ուժով, այսպես հայտ է գալիս։ Այս մասին ինչ կարող եք ասել, այստեղ ինչպիսի զարգացումների կարող ենք ականատես լինել եւ այդ զարգացումները որքանով կազդեն Հայաստանի վրա։ Այդ հարցի պատասխանը բարդ է ոչ միայն այն պատճառով, որ ընդհանրապես իրավիճակը բարդ է, այլ նաև այն պատճառով, որ առայժմ չեն երևում
արդեն ակնհայտ փորձագետների համար, բայց լայն հասարակության համար դեռ չերևացող հետևանքները։ Հետևանքները մի քանիսն են։ Առաջինը մակերեսի վրա Թրամփը պարտվեց, Իրանը մնաց ոչ միայն իր դիրքերում քաղաքական, այլ նաև հաստատեց մի բան, որը մինչև պատերազմ անհայտ էր։ Ով գիտեր աշխարհում Հորմուզի նեղուցի մասին, կամ որ դրանից կախված է աշխարհի վառելիքի 20%-ը, կամ որ դրանից կարելի է գումար հայթայթել։ Անուն անգամ, տեղ անգամ չգիտեին։ Ինչ որ Հորմուզ դա Արամազդն է, Անահիտի հայր, Ահուրամազդը զերադաշտական աստվածն է։ Դա է Իրանի հարավը, իսկ Իրանի հյուսիսը դա մեր ու Իրանի սահման Մեղրին է, որը իր հերթին Միհր Աստծուն նվիրված քաղաքի անունն է։ Դա Միհրից մինչև Ահուրամազդ, Արամազդ, այդ հին աստվածները, ինչպես կասեր Լևոն Շանթը, փաստորեն մենք այդքան խորը պատմության մեջ ենք հայտնվել։ Եվ իրականում վիճակը շատ ավելի բարդ է, որովհետև Իրանը ստացավ ծանրագույն հարվածներ եւ ենթակառուցվածքները Իրանի տնտեսական առանց այն էլ փլուզված գտնվում են հիմա շատ անմխիթար վիճակում։ Իրանի ներսում մեծ պառակտում է կառավարության եւ իսլամական ուժերի մեջ եւ բանակի նաեւ, որտեղ բանակը տանել չի կարող իսլամական գվարդիան եւ դա ոչ բոլորն են հասկանում, բանակը Իրանում անվանում են Արեշ, իսկ այդ իսլամական գվարդիան Ալ-Քուդս, դա արաբերեն Երուսաղեմի անվանումն է, մենք դա պետք է իմանանք, որ հասկանանք, որքան խորն է հակասիոնիստական ուրեմն այդ բանը Իրանում։ Բացի դա Իրանի ժողովուրդը արդեն հոգնել է այդ բռնապետությունից եւ դրա սահմանափակումներից եւ տնտեսական վիճակը, թանկացումը, աղքատությունը Իրանի դարձնում են այդ երկիրը շատ փխրուն։ Այդպես որ պատահական չէ, որ Իսրայելը որոշեց, որ Իրանը այլևս իր համար վտանգ չէ։ Եվ հասկանալու համար արդյունքը պատերազմի պետք է նայել Իսրայելի, որտեղ Իսրայելը ունի աշխարհի լավագույն հետախուզությունը։ Եվ եթե Իսրայելը տեղափոխվում է դեպի Թուրքիա, ուրեմն նա իսկապես հասկացա, որ Իրանում հարցերը լուծված են։ Լուծված են այն առումով, որ շուտով տարիներ շատ երկար չի տևի, Իրանում ազատագրումը, լիբերալիզացիան անխուսափելի է։ Եվ իսլամական ռեժիմի ճգնաժամը ակնհայտ է։ Այդպես որ Միացյալ Նահանգների համար դա Թրամփի անձնական պարտություն էր, որը թանկ կարժենա նրան այս աշնանը, երբ որ կոնգրեսը ամենայն հավանականությամբ կանցնի դեմոկրատների մեծամասնության ձեռքը, սենատը ոչ, իսկ կոնգրեսը ըստ երևույթի այո, բայց մեծ հաշվով փաստորեն Իրանը թուլացավ, Իսրայելը ուժեղացավ, Հայաստանը մնաց անորոշության մեջ, Եվրոպան եւ Միացյալ Նահանգները բաժանվեցին հենց Իրանի հարցով, պատերազմի պատճառով, ՆԱՏՕ-ն ճգնաժամի մեջ է, եւ այդ ամենը շատ վտանգավոր կլիներ, եթե չլիներ եւս մի կարեւոր գործոն։ Այս ամենի յետևում եւս մի կարեւոր պետություն կա, Ռուսաստանը, որը մեր աչքի առաջ շարունակում է պարտվել Ուկրաինային, ով կհավատար 5 տարի առաջ, որ համեմատաբար փոքր եւ թույլ Ուկրաինան ծնկի կբերի Ռուսաստանը, որովհետեւ բենզինի հերթերը իրականում ինչ է նշանակում։ Նշանակում է, որ ամառվա գյուղատնտեսական աշխատանքները չեն կատարվելու, որ հացահատիկը եւ մնացած բարիկները կրճատվելու են քանակությամբ, որ այնտեղ գներ են թանկանալու, որ սով է սկսվելու, որ մարդկանց հիասթափությունը բերելու է ել ավելի խորը ճգնաժամի քաղաքական, որ միլիոնի հասնող զոհերը, վիրավորները եւ եւս 1 միլիոնի հասնող այնտեղից վերադարձած, կատաղած, գազազած մարդիկ, դա մեծ վտանգ է Ռուսաստանի համար
եւ նախ եւ առաջ մեզ համար պետք է կարեւոր լինի, որ դա մեծ վտանգ է Ռուսաստանի հայկական համայնքի համար։ Մենք դա կանխատեսում ենք, զգուշացնում ենք, որ Ռուսաստանում հայերը ապագա չունեն եւ ցավոք սրտի կարծում եմ, որ հիմա դա արդեն սկսվել է։ Պարոն Խզմալյան, մեր ունկնդիրները բնականաբար Տիգրան Խզմալյան անձին որպես Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ հատկապես վերջին տարիներին լավ ճանաչում են, արդեն գիտեն ով է նա, որտեղից է գալիս, ուր է գնում, բայց ահա Տիգրան Խզմալյան ստեղծագործողի մասին վերջին շրջանում քիչ է խոսում։ Կապը մշակույթի աշխարհի հետ մնացել է, ինչ ծրագրեր կան, որոնց մասին այսօր կուզենայի կիսվել մեր ունկնդիրների հետ։ Շնորհակալություն այդ հարցի համար։ Եկեք ասենք, որ մենք չենք պայմանավորվել։ Դա ինձ համար անպատրաստի զրուցում ենք։ Այո, այդ դեպքում առավել թանկ է ինձ համար ձեր հարցը, որովհետև առաջին անգամ ասեմ ձեզ, եթերում ես տարիներով չեմ անդրադարձել իմ ստեղծագործական կյանքին, որովհետև ինձ համար կարևոր էր Հայաստանի եվրոինտեգրումը։ Հիմա այսպես թե այնպես իհեճուկս անգամ իշխանությունների դա տեղի է ունենում, Եվրոպան պայքարում է Հայաստանի համար։ Եվ ես իհարկե չեմ դուրս եկել իմ մաշկից, իմ բնական վիճակից եւ ուրախ եմ ասելու, որ ես հավաքել եմ մի փոքր թիմ ու մենք այդ փոքր թիմով պատրաստում ենք մի քանի շատ իմ կարծիքով հետաքրքիր նախագծեր կինոյում, անիմացիոն կինոյում, դրանք լինելու են լիամետրաժ անիմացիոն ֆիլմեր, միգուցե արհեստական բանականության օգտագործմամբ, ինչպես հիմա ընդունված է, դա նոր հնարավորություններ է տալիս, դա ավելի փոքր թիմով եւ փոքր միջոցներով հնարավորություն է տալիս մեծ գործեր անելու ու իմ առաջիկա աշխատանքը կիսվելու է քաղաքական եւ մշակութային գործունեության միջև ու ես պատրաստում եմ անել ֆիլմերի շարք Կիլիկյան Հայաստանի ասպետական պատմության մասին միջնադարյան մեր խաչակրաց արշավների ժամանակի Թումանյանի հեքիաթներին նվիրված մի մեծ ֆիլմ անիմացիոն ոչ միայն երեխաների, նաեւ մեծահասակների համար եւ այլն եւ այլն։ Մենք ունենք շատ մեծ ծրագրեր եւ ես հենց այս օրերին քննարկում եմ ինչպես սկսել, ինչ միջոցներով եւ այլն եւ այլն։ Այսինքն կարճ պատասխանեմ, ես մնում եմ կինոյում եւ հույս ունեմ շարունակել իմ ծառայությունը իմ ազգին, նաեւ որպես կինոռեժիսոր։ Շնորհակալ եմ եւ ուրախ ձեզ համար։ Սիրելի բարեկամներ, մենք այսօր իսկապես հրաշալի հյուր ունենք։ Դուք արդեն լսեցիք կինոռեժիսոր, մշակութային հանրային քաղաքական գործիչ, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն էր այսօր Փակ TV տաղավարում։ Մնանք լավատես, ինչպես պարոն Խզմալյանը։ Ցտեսություն։